Մատթեոս 19 Ամուսնալուծության մասին։ Երբ Հիսուս ավարտեց այս խոսքերը, Գալիլեայից տեղափոխվեց և եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը, և նրա հետևից բազում ժողովուրդ գնաց և այնտեղ նրանց բժշկեց։ Եվ փարիսեցիները, մոտենալով նրան, փորձեցին և ասացին. Օրինավոր է, որ մեկն իր կնոջը արձակի ամեն մի հանցանքի պատճառով։ Նա պատասխանեց նրանց և ասաց. Դուք չեք կարդացել, թե նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց, և ասաց. Դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Ապա ուրեմն ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Նրան ասացին. Իսկ Մովսեսը ինչու մեզ պատվիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել։ Հիսուս նրանց ասաց. Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլ տվեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպես չի եղել։ Սակայն ասում եմ ձեզ, թե ով իր կնոջն արձակում է, և դա պոռնկության պատճառով չէ, և ուրիշին է առնում, շնանում է և նա, ով արձակվածին է առնում։ Իր աշակերտները նրան ասացին. Եթե այդպիսին է պարագան մարդու և կնոջ համար, լավ է չամուսնանալ։ Եվ նա նրանց ասաց. բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ նրանք, որոնց տրված է, որովհետև կան ներքինիներ, որոնք իրենց մոր որովայնից այդպես են ծնվել, կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել, ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայության համար իրենց ներքինիներ են դարձրել, ով կարող է տանել, թող տանի։ Հիսուս օրհնում է մանուկներին։ Այն ժամանակ նրա մոտ մանուկներ բերվեցին ու նրանց վրա ձեռք դնի ու աղոթք անի, իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին։ Հիսուս ասաց. թույլ տվեք այդ մանուկներին և մի արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է։ Եվ նրանց վրա ձեռք դրեց ու այդտեղից գնաց։ Հարուստ երիտասարդը։ Եվ ահա մեկը մոտենալով նրան ասաց. Բարի վարդապետ, ինչ բարիք գործեմ, որ հավիտենական կյանքն ունենամ։ Եվ նա նրան ասաց. ինչու ես ինձ բարի մասին հարցնում։ Մեկ է բարին, եթե կամենում ես հավիտենական կյանքը մտնել, պահիր պատվիրանները։ Նա ասաց. որոնք։ Հիսուս նրան ասաց. մի սպանիրը, մի շնանարը, մի գողանարը, սուտ մի վկայիրը, քո հորն ու մորը մեծարերը, և քո ընկերոջը քո անձի պես պիտի սիրեսը։ Երիտասարդը նրան ասաց. Արդ բոլորը իմ մանկությունից ի վեր պահել եմ, արդ էլ ինչ բանով պակաս եմ դեռ։ Հիսուս նրան ասաց. եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր քո ունեցվածքը ու տուր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս, և դու արի իմ հետևից։ Երբ երիտասարդը այդ խոսքը լսեց, տրտմած գնաց, որովհետև շատ հարստություն ուներ։ Հարստության վնասները։ Հիսուս աշակերտներին ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայությունը։ Դարձյալ ասում եմ ձեզ, ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը
Աստծու արքայությունը։ Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ով կկարողանա փրկվել»։ Հիսուս նրանց նայեց և ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամեն ինչ կարելի է»։ Առաքյալներին խոստացված վարձատրությունը։ Այն ժամանակ Պետրոսը պատասխան տվեց ու ասաց նրան. «Ահավասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք քո հետևից»։ Արդ, մենք ի՞նչ կունենանք։ Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե դուք, որ եկաք իմ հետևից, երկրորդ կայսրաստյան, երբ որ մարդու որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստեք 12 աթոռների վրա, դատելու Իսրայելի 12 ցեղերին։ Եվ ամեն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ կամ քույրեր կամ հայր, կամ մայր կամ կին կամ որդիներ կամ ագարակներ իմ անվան համար, հարյուրապատիկ պիտի ստանա և հավիտենական կյանքը պիտի ժառանգի։ Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, և վերջիններ առաջին։